տարօրինակ զանգեր, որոնք ես ստանում եմ, ալո բարև ձեզ, դուք բուժում եք երեքցիայի խնդիր, այո բուժում եմ, իսկ երաշխիք, ֆոսերս գցում է, երաշխիք, բուժման երաշխիքը որն է, ասում երաշխիքը որն է, երաշխիքի կտրոն տալիս են էլեկտրոտեխնիկայի խանութները, ասենք որ դուք գնում եք որոշել եք տելևիզոր առնեք, ձեզ 2 տարվա երաշխիքի կտրոն են տալիս, որ 2 տարվա ընթացքում տելևիզորը փչացավ, տանեք հետ սարքում են իրանք, օրինակ, ու մնացած ուրիշ էլեկտրոտեխնիկաները, լվացքի մեքենա, բան, բժշկության մեջ երաշխիքը որն է, յուրաքանչյուր բժիշկ, երբ որ նշանակում է բուժում կամ սկսում է աշխատել պացիենտի հետ, իր գերնպատակը որ պացիենտը լինի գոհ եւ շնորհակալ, շնորհակալը չի վերաբերվում գումարին, շնորհակալ գոհ պացիենտ, որովհետեւ դա յուրաքանչյուր բժշկի աշխատանքի կարևոր գրավականն է, իր ռեյտինգի հարցն է։ Մեր երկրում մի փոքր այդ ամեն ինչը շատ խառը վիճակում է, պացիենտները մտածում են, որ աչուձախ բժիշկները հələ այտենց պատրաստ սոված նստած ցանցեր են որսել, որ իրանց քցեն, քերեն իրանց գումար։ Ես հասկանում եմ, որ դա տարածված է, դա կա։ Ես հասկանում եմ, որ հատկապես մեր մասնագիտության մեջ չեղած բորբոքումներ են ստեղծվում, հորինվում, պրոստատի խնդիրներ են անընդհատ հորինվում, դրանից մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, թե իրանք ուր գնացին, ինչ մասնագետի դիմեցին, այդ նույն բանը պետքա լինի։ Ոչ, սիրելիները։ Եվ ես չեմ կարող բուժել երաշխիքով։ Այո, չեմ կարող։ Որովհետև մարդու օրգանիզմի, մարդու հետ ծանոթանում եմ առաջին անգամ, իր օրգանիզմի, իր խնդիրները, ամբողջ հետ նոր ծանոթանում սկսում եմ աշխատել։ Երաշխիքը որն է։ Ես ամեն ինչ պետքա անեմ, դա իմ համար եմ ես առաջինը անում, որպեսզի տվյալ մարդու խնդիրը լուծվի, ինքը գոհ ու շնորհակալ հետ գնա իր գործերին։ Շատ հաճախ ես կողքից կարծիք եմ լսում, ինձ ասում են մնա ջան, խես տենց կոպիտ խոսում, ասում ես բոլորի հետ կոպիտ չեմ խոսում, եթե մարդը զանգել է զավզակություն անում, երաշխիք, բավոր գամ, եթե հանկարծ, ինչպես նաև, այդ ինչ խոսակցություն է, դա ինչ խոսակցություն, adekvat զրույցը գիտեք ոնց անում, ալո բարև ձեզ բժիշկ ջան, ես ձեր համարը վերցրել եմ Facebook-ից, Instagram-ից, TikTok-ից, YouTube-ից, ես իմ որ ասում եմ, այո լսում, ուզում եմ գամ կոնսուլտացիայի խնդիր ունեմ, վերջ, պայմանավորվեցինք օր ժամ եկավ, այդ հեռախոսով զավզակություն անողները հիմնականում դրանք տեղ չեն հասնում, դրանք պրոստը անկապ զանգել են, իրանց մոտ սովորություն է տարբեր տեղերում զանգել զավզակություններ անել, գրել զավզակություններ անել, դա նորմալ չի, դա բժշկի հետ խոսելաձև չի։ Ես նաև շատ կուզենամ, որ մենք բոլորս գնահատենք այսօրվա դրությամբ մեր երկրում բժշկության հասանելիության կարևորությունը եւ արժանավորենք դա, որովհետեւ այլ երկրներում նմանատիպ խնդիրների համար ամիսներով ստիպված եք լինում հերթի մեջ սպասել։ Գնահատեք ինչ ունեք այսօր, որպեսզի դա չկորտ, որտեղ հետո վաղը միսօր կարող է դա